Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը պատասխանելով Ադրբեջանի պատվիրակի հարցին հայտարարել է, որ Եվրախորհրդի ներկայացուցիչները պետք է ազատ մուտք գործեն Լեռնային Ղարաբաղ եւ իրականացնեն իրենց առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։ Յագլանդի խոսքով այս հարցը չպետք է ենթարկվի որևէ շահարկման։ Կոնվենցիան պահանջում է, որ մենք հետևենք մայրցամաքի ամբողջ տարածքում բնակվող մարդկանց իրավունքներին։ Այսօր մենք այդ հնարավորությունը դեռ չունենք, բայց ես ամեն ինչ անելու եմ, որ Եվրախորհուրդը կարողանա իր մանդատն իրացնել մայրցամաքի նաև այդ հատվածում։ Մենք չենք կարող քաղաքականացնել այս հարցը։ Արցախի արտգործնախարարությունը ողջունել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարությունը, ընդգծելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության սկզբունքների խթանումը եվրոպական ամբողջ մայրցամաքում, եւ Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը չպետք է դառնա Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն անտեսելու պատրվակ։ Ոչնչացնելով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանը առաջին հերթին ցուցաբերում է այդ կազմակերպության հիմքում ընկած նպատակների եւ սկզբունքների նկատմամբ իր անհանդուրժողականությունը։ Եվրախորհրդի ու Ադրբեջանի անհամատեղելիությունը ակնհայտ է դարձել վեհաժողովում պանամական փաստաթղթերի վերաբերյալ լսումների ժամանակ։ Ներկայացված բանաձևը դատապարտել է փաստը, որ օֆշորային սկանդալին առնչվել են հայտնի ընկերություններ եւ հասարակական գործիչներ։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը հիշեցրել է պանամական սկանդալի գլխավոր հերոսներից մեկն էլ Ադրբեջանի նախագահն էր իր ընտանիքի անդամներով։ Պանամական սկանդալի գլխավոր հերոսը ընդլայնել է իր իրավունքները ու դա ամրագրել սահմանադրությամբ։ Ինչ դասեր պետք է քաղենք սրանից։ Սեպտեմբերին Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեին որպես դիտորդ էին այցելել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբիստները, միայն իրենց ներկայությամբ ստվերելով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հեղինակությունը, որի բարձրացումը վերջին տարիներին դարձել է այս կառույցի գերխնդիրը։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։